Հիմա նայեք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջի օրինակ 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ եւ Միացյալ Նահանգները, որոնք այսպես ասենք հիմնական այն երկիրն էր, որոնք այս պատերազմի ժամանակ իրենց միջամտությամբ, իրենց օգնությամբ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ եւ ծանր է նստել Ուկրաինայի վրա։ Եվ ստե ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ անպատասխանատվությամբ, սա մեկ եւ երկրորդը ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Բայց այդ պահին հայրենասեր երևալու համար անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրը ավիրի։ Ընդհանրեն Ուկրաինան կարող էր ասել, որ նեյտրալ երկրի ստատուսով ինք կօգտվեր եւ Եվրոպայից, եւ Միացյալ Նահանգներից, եւ Ռուսաստանից։ Ասին չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտեք։ Ինչ ստացա։ Բայց դու ուղղակի արհամարեցիր քո հարևան հսկայական հզոր երկրի անվտանգային շահեր։ Մի երկիր, որը կարող էր այսօր այն ամենից լավ հետաքրքիր բարգավաճող երկրներից մեկը լինել։